Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի վարչակազմին քննադատել է ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի լեգիտիմությունը խարխլելու փորձերի մեջ նրա հասցեին կեղծ մեղադրանքներ տարածելով։ Անցած շաբաթվա ընթացքում լրատվամիջոցները հաղորդեցին, որ Օբամային և Թրամփին ներկայացված ամերիկյան հետախուզական ծառայությունների զեկույցները պարունակում են Թրամփին վարկաբեկող չհաստատված տեղեկություններ, որը հավաքվել է Ռուսաստանի կողմից։ Այդ գաղտնի նյութերի, այդ դոսիեի մասին հայտնել է բրիտանական հետախուզության նախկին աշխատակիցը։ Այս տեղեկությունները Թրամփը համարել էր կեղծ լուր։ Երեկ Մոլդովայի նախագահի հետ Մոսկվայում կայացած մամուլի համատեղ ասուլիսում Վլադիմիր Պուտինը հերքել է 2013 թվականին Մոսկվայի հյուրանոցներից մեկում Թրամփին վարկաբեկող դոսիեի առկայությունը, դա համարել է կեղծ և ասել է, թե այդ կեղծիքի պատվիրատուները մարմնավաճառներից ավելի վատն են։ Այդ մեղադրանքների կապակցությամբ իր առաջին հրապարակավ մեկնաբանություններում Պուտինն ասել է, թե Ռուսաստանի հետախուզական ծառայությունները պատճառ չունեին լրտեսելու Մոսկվա այցելած Դոնալդ Թրամփին, որի հետ կապված վարկաբեկիչ միջադեպը իբր տեղի է ունեցել Ռիցց-Քարլթոն հյուրանոցում։ Նա ասել է, թե երբ մի քանի տարի առաջ նա Մոսկվա էր եկել, նա քաղաքական գործիչ չէր, մենք նույնիսկ չգիտեինք նրա քաղաքական հավակնությունների մասին, պարզապես գործարար է, ամերիկացի հարուստ մարդկանցից մեկը։ Что кто-то думает, что у нас спецслужбы гоняются за каждым американским миллиардером, что ли? Да, конечно, нет. Это просто полный бред. Արդյոք որևէ մեկը կարծում է, թե մեր հատուկ ծառայությունները վազում են բոլոր ամերիկացի միլիարդ հատերների հետևից։ Իհարկե ոչ, դա ամբողջովին զառանցանք է, ասել է Պուտինը և հեգնելով մեղադրանքները, Պուտինը նաև հարցականի տակ է դրել, թե Miss Universe-ի գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլի կազմակերպման համար Մոսկվա ժամանած Թրամփը ինչու պետք է մարմնավաճառներ վարձեր։ Знаете, я с трудом могу такое представить, что он побежал в отель встречаться с нашими девушками с пониженной социальной ответственностью. Նախ նա հասուն մարդ է և երկրորդ մարդ, որ իր ամբողջ կյանքում կամ եթե ողջ ապա շատ տարիներ գեղեցկության մրցույթներ է կազմակերպել հանդիպելով աշխարհի ամենագեղեցիկ կանանց։ Ես դժվար եմ պատկերացնում, որ նա հյուրանոց է վազել հանդիպելու սոցիալական ցածր պատասխանատվություն ունեցող մեր աղջիկներին, ասել է Պուտինը, ավելացնելով, թե չնայած նրանք իհարկե աշխարհում ամենալավն են։ Ես կասկածում եմ, որ Թրամփը կգնար դրան, ասել է Պուտինը։ Это в значительной степени на общество.